Մենք մեր առավոտյան ծրագրի շնորհիվ 2.5 ժամվա ընթացքում մեր գործընկերների մեծ թիմի շնորհիվ են կարողանում փոխանցել լավ տրամադրություն, իսկ մարդիկ էլ կան, որոնք որ իրենց աշխատանքով են այդ բարձր եւ դրական տրամադրությունը ապահովում նրանց արած մեծ աշխատանքների շնորհիվ կամաց ուզում խոսքս բերել մի հասարակական այսպես բարեգործական կազմակերպության, որը նշում է իր հոբելյանական արդեն 25-րդ ամյակը։ Մենք վայրկյաններ անց արդեն կզրուցենք մեր հյուրի հետ, ով մեր տաղավարում է, ավելի մանրամասն այս ամենի մասին, իսկ մենք հիմա շապենք արդեն ներկայացնել մեր հյուրին։ Այո, եւ այսպես Օրան հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք շնորհավորել գեղեցկության եւ մայրության օրվա առիթով։ Եվ նաեւ այս ծաղկեփունջը նվիրել ձեզ։ Մեր առավոտյոսայի եւ հանրային հեռուստաընկերության անունից։ Սիրով։ Ես ձեզ եմ շնորհավորում լուսինե։ Շնորհակալ եմ, շնորհակալություն եւ միանգամից, այո, վերադառնալով թեմային, ինչպես առաջացավ միտքը 25 տարի առաջ, երբ ստեղծեցիք Օրան կազմակերպությունը։ Գիտեմ, որ դուք այդ տարիներին շատ երիտասարդ էիք, բայց դա մեր հայրենիքի ամենադժվար տարիներն էր, մութ, լույս չկար, ցուրտ, տաքություն չկար, եւ պատերազմի մեջ էինք տարբեր ձևերով եւ իսկապես աղքատությունը սկսել էր մուտք գործել մեր ժողովրդի կյանքի մեջ եւ մենք սկսեցինք կամաց նկատել, որ երեխաներ փողոցում ձեռքները Պարզած մուրացկանություն էին անում եւ շատ մտահոգիչ էր, որովհետեւ ամեն շաբաթ նոր երեխա էր հայտնվում փողոցում, ինչու որովհետեւ ընկերները միմյանց էին բերում, արդեն ավելի հանգիստ էին զգում փողոցում լինել։ Եթե առաջին մեկ, երկրորդ, երրորդ երեխան ամանչում էր, չգիտեր ինչպես մոտենա, իրենք արդեն միմյանց փողոց էին բերում, ավելի հանգիստ էին զգում։ Այո, եւ իսկապես դա մեզ համար շատ մտահոգիչ երևույթ էր եւ պետք էր անմիջապես կանխել, որովհետեւ շատ ավելի լուրջ խնդիրներ կարող էր առաջանալ, գիտեք, որտեւ երբ որ երեխան փողոցում է հայտնվում, արդեն միայն հացի խնդիր չէ այդտեղ, կրթության խնդիր է եւ կարող են տարբեր տեսակի առողջական խնդիրներն են գալիս առաջ, այո։ Եվ այդպես այդ ամենը նկատելով դեռևս 2000 թվականներին Այո, ամենևին չենք մտածել, որ կազմակերպություն ստեղծել 2000 թվականներ եւ մտածեցինք մի քանի երեխա, ովքեր որ կան փողոցում գան եւ մեր երեխաների հետ տանը ճաշեն, բայց մենք հեռու ենք ապրում քաղաքից մի քիչ եւ դժվար կլիներ։ Ուրեմն շատ փոքրիկ մեկ սենյակ վարձեցինք քաղաքում եւ այդտեղ սկսեցինք հրավիրել երեխաներին։ Սկզբում շատ մտահոգ էին, որտեղ իրենց թվում էր, որ դա ինչ որ միտեղ է, որ իրենց վրա պիտի բռնանանք, իրենց ազատության վրա պետք է բռնանանք եւ մանկատուն էին կարծում, բայց ես միշտ ասում էի, իմ ընկերների հետ քայլում էի փողոցներով, այդ երեխաներին էի ծանոթանում, հրավիրում էի եւ ասում էի դու ուղղակի արի եւ հերվից նայի, եթե հանգիստ կզգաս, կտեսնես մթնոլորտը լավ է, ներս արի, եթե չէ ազատես տուն վերադառնալու եւ կամաց այսպես սկսեց մեծանալ եւ դառնալ կազմակերպություն։ Ուրեմն Օրանի ծնունդը ինքնաբերաբար եղավ, ծրագրված չէր եւ այսօր ուրախ եմ ասելու, որ 25 տարվա կյանք ունի եւ հազարավոր երեխաների եւ տարեցների եւ ընտանիքների չեմ ուզում ասեմ ճակատագրեր ենք փոխել, բայց գոնե մի փոքր օգնել ենք, որ իրենք կարողանան ավելի պայծառ ապագա ունենան։ Դուք ասեք մի փոքր փոխել եք, մենք կասենք այո, ճակատագրեր են փոխվել։ Շնորհակալ եմ շատ լուսին։ Եվ այսօր էլ շարունակում եք այդ նույն առաքելությանը հավատարիմ մնալով շարունակել Օրանի շրջանակներում ձեր բարեգործական եւ մնացյալ այլ աշխատանքներն ու գործընթացները։ Այսօր որ փուլում է գտնվում եւ ինչ նախագծեր կան, ինչ գործունեություն է այսօր արդեն ծավալում Օրանը։ Գիտեք, եթե 3 տարի առաջ այս հարցը ինձ տայիք, ես կասեի, որ մենք արդեն կամաց պատրաստվում ենք Օրանը դարձնել մշակութային օջախ, որտեղ կարծես թե աղքատությունը կամաց հաղթահարվում էր, ընտանիքները իրենց էին գտնում եւ կարծես թե Օրանի այդքան պետք չկար։
բայց ահա եղավ Արցախի իրադարձությունները եւ մենք հազարավոր ընտանիքներ օգնության կարիք ունեին, երեխաներ, որոնք անմիջապես պետք է օգնեին եւ մեծ տարբերություն կար Արցախից եկած երեխաների եւ հայաստանյան երեխաների։ Հայաստանյան երեխաները ինչ որ առումով ծնվել էին աղքատության մեջ եւ կարողանում էին ավելի հեշտ դիմակայել, որտեղ այդ կյանքը իրենց սովոր էր։ Բայց ահա Արցախի երեխաները, որոնցից շատերը շատ հանգիստ պայմաններում էին ապրել, պետք է մեկ օրվա մեջ հայտնվեին այո նորից հայրենիք, այո նորից Հայաստան, բայց դժվարություններով լեզվի դժվարություն կար, մշակութային տարբերություններ կար եւ ահա երեխաները պետք է կարողանային ինտեգրվել նաև հանրությանը եւ այստեղ է որ Օրանը վերջի 3 տարիներին մեծ աշխատանք է տարել, պետք է ասեմ։ Հիմնականում որ շրջանակներում Արցախցի մեր հայրենակիցների հետ կապված 3 տարիների ընթացքում ուրեմն 100 երեխայից 40-ը Օրանի Երևանում Արցախից են, բայց Ռուբեն ասեմ, որ հազարավոր ընտանիքներ մինչ այսօր 30-ից 1000 ընտանիք են կօգնել, ամենքին չէ որ կարողանում են կօգնել, մեկին դեղ է տալիս, մեկին հագուստ է տալիս, մեկին ուտելիք է տալիս, բայց գիտեք, իմ փորձը նաև 25 տարվա ցույց է տվել, որ այդքան կարևոր չէ նյութական օգնությունը, չնայած մարդիկ շատ շնորհակալ են, գիտեք, առանց այդ հագուստի էլ իրենք յոլա կգնան, այդ տակ վերարկունել ինչ որտեղից կգտնեն, բայց մարդիկ գիտեն, որ մի տեղ կա, մի դուռ կա, որ եթե իրենք շատ նեղ վիճակում են, իրենք կարող են այդ դուռը թակել եւ իրենց մարդիկ ժպիտով կընդունեն։ Եվ հոգեբանորեն դա շատ մեծ օգնություն է նրանց համար։ Ոչ թե միայն դա է, այլ շատ լավ օրինակ է ծառայել Օրանը այս 25 տարվա մեջ, որովհետեւ ես կարծում եմ, որ ինչ որ առումով մենք կարողացել ենք մարդկանց մեսիջ ուղարկել, որ գիտեք, ինչքան էլ փոքր որ օգնություն տակ, լինի դա նյութական թե ձեր ժամանակը, որտեղ ահռելի կամավորներ ունենք երիտասարդ եւ տարեց, որ այդ ամեն ինչը շատ կարևոր է եւ ինչ որ առումով վերադառնում է քեզ եւ բացահայտել այդ գաղտնիքը, որ տալը շատ ավելի ուրախություն է պատճառում, քան ստանալը։ Օրան կազմակերպության առաքելությունը տարիների ընթացքում որքանով է փոխվել։ Չի փոխվել, աղքատության երեսն է փոխվել։ Օրանի առաքելությունը օգնել այն ընտանիքներին, երեխաներին, որ ապրում են դժվար պայմաններում տնտեսական։ Երեխաները դասերից հետո այցելում են Օրան, ստանում են իրենց տրանսպորտի գումարը, եթե տրանսպորտ են վերցրել, ճաշում են եւ շատ համեղ ճաշեր են ուտում երեխաները, տաք սնունդ են ստանում, հետո ուսուցիչների հետ պատրաստում են իրենց դպրոցի դասերը արդեն եւ կան տարբեր workshop-ներ, փայտագործություն, խմբակներ, կավեգործություն, իդեպ դուք շոուից հետո կստանաք մի փոքր որ իրենք ձեզ համար են պատրաստել եւ այսպիսով իրենք եւ արեստ են սովորում եւ ընկերություն են անում եւ ընդհանրապես զգում են որ իրենք միայնակ չեն այս կյանքում եւ պետք է ասեմ որ չնայած երեխաները եւ տարեցներն են օգտվում մեր ծառայություններից, ես կարծում եմ, որ մենք ավելի մեծ ծառայություն ենք մատուցում ծնողներին, մանավանդ մայրիկներին, որտեղ շատ երեխաները միայնակ մայրիկներով են մեծանում, որովհետեւ այդ մայրիկները մենակ չեն զգում։ Ես անցյալ օրը այցելեցի մի տուն, որտեղ այցելում եմ երեխաների ընտանիքներ, նոր երեխա էր, մայր, որ ունի 10 տարեկան երեխա, եւ պատկերացրեք, որ այս աշխարհում չունի ոչ մեկը։ Միայն իր ընկերուհուն փլատակված տուն է տվել մի քանի ամսով, որ ինքը ապրի, իր առողջությունը շատ վատ, գեղեցիկ մի երիտասարդ կին, ու դու նայում ես ու չես պատկերացնում, թե ինչ է նշանակում ամբողջովին միայնակ լինել այս կյանքում, աշխատանք չունենալ եւ 10 տարեկան բալիկ, որին պետք է մեծացնես։ Եվ սա է, որ շատ մեծ ազդեցություն է թողնում իմ վրա եւ գիտեմ բոլորի վրա եւ իրեն հարևաններն են փորձում օգնել եւ Օրանն է փորձում օգնել, բայց այսպիսի ճակատագրով մարդիկ կան, որտեղ շատ անգամ ես լսում եմ մարդկանցից թող գնան աշխատեն, իրենց մեղքն է ծույլ են,
այդպես չէ։ Իրականում այո, շատ մեծ է աշխատանքը 25 տարիների, բայց նաև դրա հետ մեկտեղ բավականին ֆինանսի հետ կապված էլ խնդիրներ կան այստեղ։ Արդյոք այսօր Օրանը կամ երբևէ Օրանը բաց է այս հարթակը նաև Օրանի մոտ, որ մարդիկ, որոնք որ կուզենան ցանկություն ունեն, ինչ որ մի ձև իրենց ներդնումն ունենան կամ Ռուբեն, ես ասեմ, որ քանի որ ունենք երկու կենտրոն Օրանում, Վանաձորում եւ Երևանում, եւ մեր օգնությունը չի սահմանվում Օրանի պատերից ներս, այլ ընտանիքներ, հազարավոր մարզերում, որոնց օգնություն ենք տալիս, մեր տարեկան բյուջետը կազմում է մոտ $500 միլիոն, եւ այդ դոլարով եմ ասում, որտեղ այդ դրամները հավաքվում են ընդհանրապես դրսից, աշխարհի տարբեր երկրներից, ուր կան հայ համայնքներ, եւ իմ ամենամեծ մտահոգությունը դա է, որ ամեն տարի ես պետք է կարողանամ այդքան միջոցներ հայթայթեմ, որպեսզի կարողանամ պահել իմ Օրանի ընտանիքներին եւ ոչ միայն ընտանիքներին, մենք ունենք 50-ից ավելի աշխատողներ, որը ես կարծում եմ դա էլ է օգնություն, որովհետեւ դա էլ արժանապատիվ օգնություն է, մարդիկ աշխատում են, իրենց աշխատանք է տալիս եւ իրենք կարողանում են իրենց քրտինքով իրենց փողը աշխատել։ Եվ ինչպես ասում են, դու մատը ճիշտ տեղը դրեցիր, որ ամենամեծ մտահոգությունը ինչպես անել այս դրամները հայթայթել Եվ առիթից օգտվելով նախ ասենք այն բոլոր հանգանակության մասնակցող մարդկանց շնորհակալություն այս տարիների համար եւ իհարկե նաեւ նրանց դերը կարեւորենք թե ինչքան կարեւոր է առասարակ ապագայում էլ որպեսզի նրանք իրենց մասնակցությունը կամ մարդիկ առասարակ ովքեր որ ցանկություն ունեն շատ հեշտությամբ կարող են գտնել Օրանին եւ իրենց հանգանակությունը փոքրիկ ներդնում ունենան այս մեծ աշխատանքի շրջանակներում մեզ մնում է ընդամենը եւս մեկ անգամ ձեր շնորհավորել տոնի կապակցությամբ եւ ասել շնորհակալություն ձեր մեծ թիմին ոչ միայն Երևան նաև Վանաձոր Օրանի ամբողջ ընտանիքի անդամներին, որոնք որ իրենց մեծ ներդրումն են ունենում եւ մեծ աշխատանք են տանում 25 տարի շարունակ։ Շատ շնորհակալ եմ ձեր ընտանիքի կանանցել եմ շնորհավորում Լուսինե քեզ եմ շնորհավորում Շնորհակալություն եւ թող բոլոր մայրիկները ուրախ երջանիկ լինեն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ամենակարևորը երբեք միայնակ չի լինել։ Մնացածը միասին կարող են հաղթահարել տարատեսակ դժվարություններ։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում։ Իսկ մենք սիրելիներս Իհարկե պետք է լսենք երաժշտություն։ Ցանկությունը։ Այո, եւս մեկ անգամ ունենք հնարավորություն վայելելու մեր ֆոլկաստիկ բենդին։ Սիրելիներս խոսքը ձերն է։ Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմաքուր Ես քեզ համար գուցե ոչինչ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես յանքից չգնայերաս Անեգակին պետք է հեռվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմաքուր Տեսնեմ, սիրեմ, որպես կյանքից չգնաղերաս Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքից չգնաղերաս Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի
տեսնեմ սիրեմ որպես կյանքիս չգնավ երաս արեգակին պետք էր վից նայել գայրի եթե շատ